Երրորդ անգամ եմ բացատրում դարձյալ։ Բժիշկը եկավ ասեց, որ կարող եմ խոսել այդ Սարգիսի հետ։ Հետո երբ մտնում էի բաժին, ինչ-որ ոստիկան հայտնվեց կողքս։ Ես մտածեցի, ձեռոցից եկել է ինձ ուղերձի։ Հետո ինչ։ Մտա հիվանդասենյակ ու սկիչ եմ հասցրել ներկայանում։ Թիկունքից ուժեղ հարված ստացա գլխիս ու բան չեմ հիշում։ Ինչ հարմար է, չէ՞ դասավորվում ամեն ինչ։ Սկզբում կեղծ պատճառաբանություններով ինձ ու հսկող ոստիկաններին հեռացնում ես պոստից, հետո մարդասպանը անարգել գալիս է մտնում է պալատ ու գնդակահարում է Սարգիսին։ Կեղծ պատճառ, լսի դու ադեկվատ չէիր ու բոլորը դա նկատել էին։ Որովհետև դու ինձ դրդեցիր։ Վարուժ։ Ես չեմ հավատում, որ սա պատահականություն է։ Սա հստակ ծրագրված գործողությունների շղթա է։ Դու ինձ ես մեղադրում, հա։ Հա, մեղադրում եմ, որովհետև ես պատահականությունների չեմ հավատում։ Վարուժ, դուրս սպասի։ Կարող ես նկարագրել ոստիկանին։ Դժվար։ Ամբողջ ընթացքում թիկունքում էր կանգնած, չէ, մի բառ տեսանել աչքի տակով։ Իսկ ինչ-որ մեկին նմանացրել ես, ասենք բեկին։ Ջանի որդուն։ Լսել եմ իրան մասին, բայց անձամբ չեմ ճանաչում։ Չէ, նման չի։ Սպասել է, ուզում ես ասես, որ մարդասպանը ոչ թե ոստիկաններ, այլ ոստիկանի հանդերձանքով հանցագործ։ Հա, մենք հակված ենք այդ վարկածին։ Լսի, ամբողջ հիվանդանոցը տեսախցի կա։ Ամեն նայեք, բազեք ինքնությունը։ Մենք կնայենք, բայց տարօրինակ զուգադիպություն է։ Այդ անձը հիվանդանոց հայտնվելուն պես ու մինչև նրա դուրս գալը բոլոր տեսախցիկները անջատվել են։ Ուրեմն ամեն ինչ նախորդ պլանավորել են։ Դա տեղի չէր ունենա, եթե վարուժն ու տղերքը տեղում լինեին։ Այդպես չես կարծում։ Ատկեն, ով կմտածեր, որ սենց բան կլինի, եթե ես իմանայի։ Դոկտորն ասաց, որ ես տեղափոխեն գլուխը նկարելու։ Ես ինքս ի վիճակի եմ քայլել։